Ժամանակ առ ժամանակ քամին փակում էր Լուսինը և նա չէր տեսնում ինչ է կատարվում ներքևում, բայց ամեն հանդիպակաց ամպի արանքից փորձում էր ինչ-որ պատկերներ գողանալ։ Դա էլ մի խաղ էր հորինել իր համար։ Եվ ահա Լուսինը նկատեց մի տարեց ծերունու, որ խոսում էր շատ վատ դեռմանկուց, հազիվ որոշ բառեր արտաբերելով, որի պատճառով ոչ բոլորն էին հասկանում իրեն, և շատ հաճախ խուսափում տարրական շփումից։ Նա շատ տխուր էր ու աչքերը թաց։ Ծերունին էլ իր հերթին կարծես փորձում էր ամպերի արանքից իր երազանքը գտնել, այն լույսի շողը, որ պակասում էր իր կյանքում։ Լուսինը հասկացավ ծերունու միտքը և ամպի արանքից մի շատ ուժեղ լույս արձակեց, ուղիղ ծերունու աչքերի մեջ։ Ծերունին կարծես նկատեց։ Լուսինը հասկացավ, որ իր ժամանակն է։ Ամպերն աննկատ հեռանում էին և երկնքում լի իրավունքով ամբողջ կեղությամբ հայտնվեց Լուսինը։ Ծերունին շփոթված էր և չէր հասկանում ինչ է կատարվում։ Գլխում մտքերը խառնվել էին իրար, փորձում էր հասկանալ, միթե Լուսինն այն նշանն է, որ չպիտի անտեսի։ Այո, Լուսինն իր շողերով լույս փոխանցեց ծերունուն, որը և հույս ու կարևորություն առաջացրեց, ապրելու ու արարելու, իր կյանքը ավելի գեղեցիկ ու հետաքրքիր դարձնելու և ինչ-որ ձև պիտանի լինելու։ Ծերունին կարծես լսեց, ինչ ասաց Լուսինը։ Այդ օրից ի վեր ծերունին սկսեց հեքիաթներ գրել։ Հեքիաթներ նկարների տեսքով, առանց բառերի, խոսում էր ոնց կարողանում էր, պատմում էր ինչքան հնարավոր էր, ժպտում էր բոլորի հետ հավասար, բարձրաձայն ծիծաղում, ձեռքերով, ոտքերով, պարելով, ամեն հնարավոր ու անհնար ձևերով ներկայացնում մարդկանց ու հասանելի դարձնում իր հեքիաթները։ Մարդիկ սիրեցին այդ պատմությունները։ Դրանք հանգստացնող էին, մեղմ և լուսավոր, ինչպես Լուսինը։ Եվ ամեն անգամ ավարտելով մի պատմություն, ծերունին գոհ հեռանում էր, վերցնելով իր հետ օրվա վարձատրությունը, մարդկանց ժպիտի, աչքերի փայլի և ծափահարության տեսքով, և մի փոքրիկ գումարով, որը մարդիկ թաքուն ճամպրուկի մեջ էին դնում, ծերունուն չվիրավորելու համար։ Դե ծերունին էլ իր հերթին չէր վերադարձնում, լռում էր, որ ինքն էլ չվիրավորեր։ Եվ այդ գումարով նոր թուղթ ու ներկեր էր գնում, նոր հեքիաթների համար։ Ծերունին ճանապարհ ընկնելով տուն ամեն անգամ նայում էր երկինք, նայում Լուսնին և շնորհակալություն հայտնում, որ իրեն է ընտրել ու իր կողքին է հիմա։ Ու կարծես Լուսինն ամեն անգամ շատ ավելի պայծառ էր դառնում։